Դեռևս հունվար ամսին հենց այս տաղավարում մենք դրա հետ խոսում ենք անակնկալի մասին։ Այդ ժամանակ փակագծեր չբացվեց, պարզապես երգչուհին խնդրեց իր հետ աղոթենք, որպեսզի այդ անակնկալ, այդ երազանքը, ցանկությունը, ինչու՞ չէ, նաև տարիների ի կատարածվի։ Այսօր արդեն կարող ենք խոսել այդ ցանկության իրականացման մասին, անակնկալը բացել ու վերջապես մեր տաղավարում երգչուհի Սիբիլն է։ Լույս առավոտի։ Բարի լույս ձեզ։ Շնորհակալ ենք, որ օրը սկսել եք մեզ հետ։ Իսկապես պատասխանատու պահ է, որովհետև հիշում եմ ձմռանը, երբ որ եկաք, մենք զրուցեցինք, այսպես հետո ասեցիք մի փոքր բացեցիք փակագծեր, բայց իսկապես այդ պարտավորեցնող նախադասությունը, որ ուղղակի եկեք աղոթենք ու սպասենք երբե կյանքի կոչվելու այս հիասքանչ տեսահոլովակ, իսկապես չեմ ամաչի եւ չեմ կարկամի ասել, որ շատ ֆանտաստիկ աշխատանք է, Կոմիտասի ձայնը մեզ տանում է եւ այսպես հետ է կպցնում մեզ հետ է կանգնացնում մեր արմատներին եւ շնորհակալ ենք այս ընտրության եւ այս աշխատանքի համար։ Մեր Կոմիտասին տեսանք նաեւ սրանում։ Պատմեք տեսահոլովակի մասին, գանք ակունքներից։ Ես չեմ կարող չնշել, որ ահռելի աշխատանք է արված։ Ամեն ինչ այսպես մենք բարբերաբար եթերում խոսում ենք, որ արհեստական բանականությամբ այժմ հնարավոր է մի ամբողջ տեսահոլովակ գեներացնել, բայց այս պայդրությամբ մենք տեսնում ենք մի ամբողջ լիակատար, ես անգամ կասեի կարճամետրաժ ֆիլմ մենք տեսանք եւ լսեցինք իրական Կոմիտասի ձայնը։ Նախ շատ շնորհակալ եմ քննադանքի համար, սա մեզի համար շատ կարևոր է, ինչպես ասիք, շատ մեծ աշխատություն, մեծ երազմներ ինձ համար, 6 տարի առաջ ես բադաղական կդա Կոմիտասի այս ցայնը լինքի մեջ էր, ցայնը եւ արորն ու դադրագի բարերն էր, եւ ես այդ պահուն մեկ եմ սիրտիս մեջը ցայնը սկացի, որ երանի թե իր հետ երկեի, երանի թե այս երկը դուետի վերածվեր, բայց գիտեի որ որքան դժվար է եւ 6 տարվա մեջ շատ չկաչալեր 6-ը ճիշտ ասեմ, որովհետեւ որովհետեւ շատ դժվար է այսին, բայց սիրտիս մեջ չի հերացավ այս լույսը, այս հույսը։ Եվ ճիշտ տարի առաջ Վահան Նահապետյանի հետ որ արևի մոտ երկի կորձիկավորման մեջ աշխատած ենք, Վահանին հետ կապվեցա։ Վահանսի այս այսպիսի երազմ ունիմ Ինչ կսես, իրականություն գծարնա, այդ ասա, որ Սիբիլ այս միտքը ամեն մարդու չի վիճագիր, եթե քու սրդիդ մեջ ըսկացեր ես, այս ցերքես եկած ամեն ինչը բիդնեմ, որ սա իրականություն դառնա, եւ մենք արագ ցևով սկսանք աշխատելու ճիշտ տարիմը առաջ 6 տարվա հույսս տարիմը առաջ արդեն սկսավ քայլ առնել Վահանը շուտով փոքրիկ դեմոներ շատ մեծ պատասխանատվություն էր մեր բոլորին համար գիտեինք որ մենք ինչ պիտի երգենք եւ որու ցայնին այդ միասին այս մշակումը բիդլար կորցիկավորումը ինտերնետի մեջ կար Կոմիտասի ցայնը խշրդուկով անշուշտ 100 քանի տարի առաջվան է 115 տարի առաջվան կամ ավելին այդ ցայնը ակապելլա երգված անշուշտ կորցիկավորումը Վահանը հրավ միքսինգը մաստերինգը Հմայակ Ռոստոմյանը Հասմիկ Հարությունյան որ հրաշալի բուլուլը նվագեց եւ այս ցայնակրությունը եղավ ու տեսահոլովակն Արտյոմ Աբովյանի հետ մենք աշխատեցանք շատ մեծ խումբի հետ տեսահոլովակի մեջ մենք շատ մանրամասն մտածեցինք որ ինչեր պետք է անենք որ մեր դիմացը խոշոր աշխարհի հայությունը գա ոչ թե միայն Սիբիլը սիրողը գլսե կամ չլսեր բայց Կոմիտասներ այսօր մեջը մենք շատ նուրբ ուզեցինք մշակել անշուշտ որ Կոմիտասի գերբարը եղավ արեստական այո չէր կարող բայց հուսամ ժողովուրդը որովհետև Կոմիտասը իրականության մեջ ողջ է այո չէ քանի նրա երգերը կան եւ ես վստահ եմ միշտ քանի հայկա երգելու նրա երգերը դուք ինքներդ ձեր գործունեության ընթացքում մշտապես այսպես Կոմիտասի կատարումներն եք մշակել երգել նաեւ ով է ձեզ համար Կոմիտասը ձեր աշխարհում այս եկեղեցու երջախումբի մեջ մեծած եմ շարականներով Կոմիտասի Volso մեջ Կոմիտասյան բադարակ կերկվի այդ շունչով ես մեծած անոր համար Կոմիտասի գերբարի համար ես շատ հերու այս երաժշտության հերու մեկը չեմ Կոմիտասի ցայնը աշխարհիկ երգերու մեջ նույնպես աղոթք է իր սովորական ֆոլկլորիկ երգերը անգամ ուրիշ ոգի ունի
Ես գիտեմ, որ նաև Կոմիտասի ծննդավայր եք այցելել։ Հետաքրքիր է այդ զգացողությունների մասին, երբ որ կա այդ փափագը, երազանքը ձեր ներսում եւ գնում եք նրա ծննդավայրին, ինչ եք զգում։ Ինչ դաշինք եք կապել նրա հետ նրա ծննդավայրում։ Շատ անգեղծանամ, իր ծննդավայրի երթալու սա շատ լավ պատճառ մներ, իմ շատ մտերիմ ընկերներուս Քարեն եւ Գրիգորին դղան Վարդանին զինվորության բանակի բոլսո մեջ գիտեք զինվորության բանը կա, Սիբիլսի մենք կուտինա գերտանք կոր եւ գիտենք որ թուն շատ կուզես երթալ, կուզես մեզ հետ կա, անմիջապես ես կուզեմ ցեզ հետ կա եւ նախորոք բրբուդումները օրի ուրեր Կոմիտասի ծնած տունը հետաքրքրվեցա ու կդանք Գաբույտը սանք տումներ, փոքրիկ տումը, քալեցիոն նկարվեցանք, նույնությամբ այդ չեմ գիտեր որ հին նկարներն այդ, բայց մեջը աբրող թուրք դարիքոտ դարեց կիմ մգայեղեր, նկարվեցանք եւ սիրտիս մեջ 6 տարի կար 4 տարի առաջ էր, էսսի որ էս անպայման պամբինա, նույնիսկ ընկերներուս անգամ պամուչսի որ էս այսպիսի երազմ ունիմ ոչ մեկինսի, որովհետեւ գվախնայի որ քիչմը Մարդիկ չի պիտի կաչալեր էին, որքան որ թուք պամը անել ուզեք, եթե ծեզի եսեն, որ թժվար է, չլլար, այդ զգացումը կլլակոր, որ չլլար ծեր ուղեղի մեջ, չի պիտի լա, չլլար, թժվար է, անոր համար ես շատ քիչ մարդու հետ գիսեցի այս իմ երազը։ Որոնցից մեկը մենք էինք։ Այո, հարցնեմ, իհարկե տեսահոլովակին չի առնչվում, այո դուք նշեցիք ազգությամբ թուրքին էր ապրում, տարեց։ Գիտակցումը որ հենց Կոմիտասի տանն է ապրում, կարծեմ ոչ, գսեմ որ ավելի լավ է որ չգիտակցեմ, որովհետև չավիրեն չվնասեն ավելի։ Այո, կարծեմ թե ոչ չի գիտակցիր։ Կարևորը մենք ունենք օրմա այդ տունը թանկարան գտարնա։ Իսկապես, հույս լինենք։ Այո, ինչու՞ չէ, այսպիսի մտածումներ, բաներ ալկա, ինչու՞ չէ, բոլորդ կուդինա այդ հողերու վրա հայեր ապրեր են։ Իսկապես հետքերը կա, նույնիսկ այդ տունի արջևեն, այդ փողոցի արջևեն քալազադեն անգամ կրնակ կպատկերացնել, որ այդ տեղը Գոմիդասը ապրերը, Գոմիդասը տները, նույնիսկ Բոլսո մեջ, Բոլսո երջախումբի մեջ բարիչություն հրած է, Բոլսո դեղեր կա, որ քնալը գղզի գիտենք, որ դումը մնացած է եւ այլն, մենք դեսոլովակը թիդողներուն եթե նկատեցին, սկիզբը Պարմը կործածեցի, 3 հատ կետրի, որ ուզած պանովոտ կրնակ լեցնել, ինչու ես այս նախագիծերի, որ Գոմիդասի երկը աբրի իր ծնած հողերու վրա, քանի որ մենք նույն հողերու վրա ծնած ենք։ Ինչ հետաքրքիր այսպես սիմվոլիզմ կա եւ չեմ վախենալ ասել, որ այս երկը կամուրջ է անցյալի եւ ներկայի միջև եւ ամեն մեկը Կոմիտասի երկերում կարողանում է գտնել իրենը։ Ես վստահ եմ, որ մենք այսպես նաեւ մի փոքր սրտնեղում ենք, տխրում ենք այն ամեն ինչից, ինչ ունենք եւ ցավոք սրտի օրինակ չունենք բաց հասանելիություն, որ ես եւ Քրիստ օրինակ որոշենք եւ շաբաթ կիրակի գնանք տեսնենք եւս նրա ծննդավայրը եւ նրա տունը, բայց մարդը անմահ է եւ մեր հոգիներում է, քանի անմահ է նրա աշխատանքը եւ ես վստահ եմ եւ լիահույս, որ նոր սերունդը եւս փորձում է այլ ինտերպրետացիայով, այլ տողերով, այսպես շունչ տալ նրա աշխատանքներին, քանի որ խոսեցինք նաեւ նոր սերնդի մասին, հայկական բարեգործական ընդհանուր միության դահլիճում եղավ շնորհանդեսը։ Իրենց 120-ամյակի շրջանակներում։ Եկեք խոսենք այդ համագործակցության մասին։ Այս նախագիծը երբ որ սկսա անել դեսոլովակը, անշուշտ որ պետքություն ունեի հովանավորներու, իմ ուժերով մի քիչ ավելի պիտի դժվարանայի HBU-ի ինտիմեցի, երբ որ հունվար ամիս էր, այս HBU Հայաստանի Երևանի արդեն կենտրոնը կացի, բարոն Վասկեն Յակոբյանի հետ խոսեցա, այս մտածումից մասին ասի, ինքն ասա, որ մենք ցերկեր շատ հետաքրքիր ծրագիր է, ցերկերն է եկած աչակցությունը գնենք եւ շնորհակալ եմ, որ իրենք մաս մոնտունեցին եւ մնացած մասնա Ամերիկա բնակ նախկին Բոլսահայ Հերման Խնդիրյանը, որ իմ արյան գապ չունենք, բայց իմ եղբորս պես է, երբ որ հերացան եմ Հերման աղբարիկ, պետքությունիմ բան, ինքը արդեն խուսամ իրենքը արդյունք են կոհեն եւ այս ցևով անմահացավ, սա Ըսել կուզեմ, որ սովորական երկիմը դեսոլովակ չէ, սովորական երկմը չէ, իմ հաջույքի ամարա եղած պամը չէ, սա բացմության մնալիք,
Գոմիդասի ցայնը անմահացնելիք մեր նոր սերունդներուն, իմ քրոջս զավակներուն, անոնց զավակներուն մնալիք բամն է, քանի որ Գոմիդասի բادرակը, Գոմիդասի երկերը կար, բայց ցայնը շատ ընդարձակ չի կար, նույնիսկ չէին գիտեր, որ այս արորն ու դադրագը երբ որ բաների մարդիկ ասին, որ իր ցայնը արեստական է, այս շատ նեղվեցա ասի, որ այսպիսի անարքանք բամը, այս Գոմիդասի հանդեպ չի եղներ, քանի որ չեսա ուզեր մեղադրել, այդքան ամեն ինչ այս ոլորտին կացած է, որ ցայները, երաժշտությունը, ամեն ինչ մեկ կողմեն գոդրվեցա, մեկ կողմեն ասի, որ պետք է ամեն ինչ բացատրենք, բարձենք, որ այդպիսի ներողություն պետք է ասեմ, անգրթությունը չէին կներ։ Արտերկրի այսպես լսողներից ինչպիսի արձագանք ունեք արդեն Շատ լավ, մինչև հիմա շատ լավ, նույնիսկ հայտնի մարդիկ գրեցին, որ նոր ու հինը խառնված այն ժամանակակից նախագիծ է ասիկասին, շատ սիրեցին, հուսամ հասանելի կլա, ծեր բոլորին օգնությունով, ծեր բոլորի աջակցությունով։ Սիրով նոր նախագծերի մասին պատրաստ ենք եւս լսելու, եթե այդպիսիք կան հիմա էլ կլսենք։ Եկեք այսպես նաև վերադառնանք շնորհանդեսին, քանի որ այն կապն է, որը համերգից էականորեն չի տարբերվում, բայց այսպես դիալոգի մեջ եք ձեր լսարանի եւ հանդիսատեսի։ Շատ հետաքրքիր է։ 100 հոգի կար, որ ժամը շատ բան չէր, փագեր ընդհանուր չգրցանք արտահայտվել, որ այսպիսի ծրագիր կա, քանի որ մամլո ներկայացուցիչներու համար եւ հատուկ հյուրերու համար էր, խուսափեցա, որ ինտերնետի մեջ տարածեմ, սրախնափոքր էր, բայց շատ սիրով ընդունեցին եւ եկան, շատ չեն մենք գապ ունենք։ Այս հետաքրքիր է, որ այդ երկչույները, որ շատ մեծ Հայաստան համերգ չեմ ունեցած, շատ մեծ viewer չունիմ, բայց երբ որ փողոցը քայլեմ, մարդիկ հետաքրքիր է, որ ջանցողներ կան, քննադողներ կան եւ սիրող կա, հարկանք կա։ Եվ սա ինձ համար սա ամենակարևոր է անկին է։ Ամերիկային ծրագիր կամ նախատեսված բաներ ունեք։ Առաջարկ պետք է կա, ամեն անգամին էս ասկսեմ, որ եթե առաջարկ կա սիրով։ Հետաքրքիր է նաև, քանի որ այդ երազանքը կար 6 տարվա, այլ ինչ-որ համագործակցություններ, այլ ինտերպրետացիաներ Կոմիտասի հետ մենք սպասենք, թե դեռ վայելենք այս աշխատանքի պտուղները։ Հիմա շատ նոր է, խնդրեմ վայելեցեք այսպիսի մեծ իմ 6 տարվա երազս եւ պետք է խոստովանեմ, որ իմ կյանքի ամենաթժվար, ես հիմա չեմ ուզեր որ աստղը արտասվիլ, HB-ի մեջ բավական արտասվեցա, ամենաթժվար ժամանակից եկա, որովհետեւ ես 3 ամիս առաջ մայրս գործունեուցի, իմ կյանքի ամենաթանկ անձնավորությունը, չեմ ուզեր որ լալ եւ նկարանումը 11 մայիսին էր, որ Արտյոմ այդ օրը ընտրեց 11 մայիսը թերմամայիս 40-նա չեր եղած համաշխարհային մայրերու օրն էր։ Այս ընդմիջումներում միշտ աչքերս թաց արցունքներում մեջ էի եւ այս կուզեմ ցոնել իմ մորսի շատ։ Բոլոր մայրերին, այո, այդ սիմվոլիկան էստեղ էլ պահպանվել է եւ պատահական չէ, վստահ եմ ձեր մայրը այսպես բարձունքից հպարտանում է ձեզանով, որ կարողացել եք ձեր խոնարհումը նաեւ բերել սրանով բոլոր մայրերին։ Վստահաբար ես վստահ եմ, որ կենթանության օրոք բազմաթիվ առիթներ է ունեցել ձեզնով հպարտանալու, որ նման շատ ուրախ էր, կսեր, որ Փարիով երթաս Սիբիլ, Փարիով այս ծրագիրը տնես, բայց ինքը չհասցրեց հիմա վերեն։ Մայրական աղոթքը արի, նույնիսկ վերջին օրը հիվանդանոցներ Սիբիլ, որովհետև 24 ապրիլին էս ասիկա դուրս պիտի անեի, բայց ապրիլին այս ճշմարտությունները ապրեցանք, մինչև վերջին բան մամասսա, որ Փարիով երթաս Սիբիլ, Փարի ճամփորդություն կգարձեր, որ բիդերթամ, անշուշտ որ հետացկեցի, բայց կորզս չուզեցի հետացկել, քանի որ սա իմ հաճույքի համար ըրած երկմը չէ եւ իր հիշադակինալ հուսամ կերտա։ Շնորհակալություն Կոմիտասին կրկին այսպես վերապրեցնելու համար, նրա ձայնը լսելի դարձնելու համար, գուցե քիչ ավելի լսված կատարումները վստահ եմ բոլոր այսպես հպարտությամբ լսելու են, որովհետև մեր Կոմիտասին ենք մենք լսելու առաջին հերթին ձեր շնորհիվ։
վստահաբար բոլոր նրանք, ովքեր չհասցրին մեր վաղ առավոտյան եթերով տեսնել տեսահոլովակը, փնտրեք համացանցում Կոմիտաս եւ Սիբիլ Արորն ու Տատրակը, փնտրեք, դիտեք, ոգեշնչվեք եւ այսպես պետք է նաեւ իսկապես աջակցենք այս աշխատանքին եւ համացանցում նաեւ տարածենք տարատեսակ կտորներ, որոնցից յուրաքանչյուրը վստահ եմ կպնում է մեր սրտին եւ մեր խորքին, որովհետեւ ինչքան էլ գիտնականներն ասեն, որ գոյություն ունի գենետիկական հիշողություն ասվածը, ես առնվազն ներքուս չեմ հավատում այդ պնդմանը եւ վստահ հավատում եմ, որ գոյություն ունի գենետիկական հիշողություն եւ շնորհակալ եմ, որ ձեր երաժշտությամբ եւ երգով այսպես ավելի մոտ տարաք մեզ մեր գեներին։ Եվս մեկ անգամ շնորհակալություն։ Շնորհակալություն լիավոր ձեզ։ Շնորհակալություն մեր հեռուստադիտողներին մեզ հետ մնալու համար։ Այս շաբաթ լույս առավոտին ավարտում է իր աշխատանքները, ձեզ մաղթելով հրաշալի հանգստյան օրեր։ Լավ օր եմ մաղթում։